Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն Աբրահամ։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Շնորհակալություն։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Կեսօրին ենք հյուրընկալվել ձեզ, նույնիսկ կեսօրից հետո շատ գործեր ունեիք մինչ այդ, շատ եք զբաղված այս ընթացքում, թե ոչ։ Մի քիչ այո, 10 ընթացներ հուշակագործության, այդպես։ Մասնագիտությամբ խոհարար, տնտեսագետ, դեռ այս երկուսով բավարար ենք։ Դեռ, այո։ Բայց առջևում սպասվում են նոր մասնագիտությունների ընտրություններ։ Կարծում եմ արդեն նաև նոր մասնագիտությունը բլոգերությունը, ավելի շատ ներկապային ֆուդ բլոգերություն եմ անում եւ այդպես եմ աշխատում, հոբին դարձավ աշխատանք։ Աբրահամ Ծալկայից երիտասարդ, ով եկավ Երևան եւ հաստատվեց։ Խոսենք մի փոքր այդ ամենի մասին, ինչպես եղավ տեղափոխությունը, հեշտ հարմարվեցիք, դժվարությունների հանդիպեցիք, թե ոչ։ Իմ Հայաստան գալը լրիվ պատահական է ստացվել, ոնց որ ես սեպտեմբերի 7-ին պետք է գնայի Թիֆլիս սովորելու, ես հենց այդ օրը գալիս եմ Հայաստան, ոչ այդքան էլ ուրախ եւ դրական լիցքերի, ոչ այդքան ուրախ եւ դրական առիթով։ Ոչ այդքան ուրախ եւ դրական առիթով եկա Հայաստան, բայց եկա դեմի շատ բարդ էր իրականում, տղա ով 17 տարեկան, դպրոցը նոր է ավարտել, պետք է սովորի, պետք է աշխատի ու լրիվ նոր միջավայր, նոր շրջապատ, բայց փառք Աստծո ամեն ինչ հաղթահարվեց, 1 տարի հետո արդեն հարմարվել է եւ համակերպվել է Երևանին, սովորելով խոհարություն, աշխատելով խոհարար, հետո այնուհետև համալսարան սովորեցի, աշխատում էի խոհարար եւ այդպես շարունակվեց։ Ինչպես ընտրվեց խոհարարական ուղին։ Սիրում էի պատրաստել, դեռ մանկուց, երբ տատիկս մամաս պատրաստում եմ, միշտ խանգարում էի իրանց, բայց ունեի այլ նպատակներ, այլ երազանքներ, պապաս նկարիչ է, ճարտարապետ, ես էլ էի ուզում ճարտարապետ դառնալ, բայց քանի որ արդեն ուշ էր համալսարան սովորելու, որոշեցի սովորեմ խոհարություն, աշխատեմ խոհարար, այնուհետև հաջորդ տարի նոր մասնագիտություն ընտրեմ, որը սովորեմ, բայց չստացվեց ճարտարապետություն, ստացվեց բանկային գործ եւ այդպես ավարտեցի բանկային գործ, խոհարություն, այնուհետեւ TV մրցույթ, որտեղ զբաղեցրեցի երկրորդ տեղը թեժխոհանոց եւ կրկին սովորեցի խոհարություն ակադեմիայում, այդպես շարունակվեց։ Երբևէ աշխատել եք բանկային համակարգում։ Ոչ, ձանձրալի է իմ համար հավոր բանկային գործ եւ բանկա առհասարակ։ Ես ոնց հասկացա, ես ավելի ստեղծագործող մարդ եմ, քան ինչ որ միտեղ նստեմ, ինչ որ թղթեր, հաշիվներ, ինչ որ տեսաներ, դա իմը չի ընդհանրապես։ Այսինքն ընտրվեց մասնագիտությունը որպես պահուստային մասնագիտություն, թե ընտրվեց մասնագիտությունը ուրիշների դրդմամբ։ Չէ, այդքան էլ չէր, ընտրվեց ավելի շատ երևի թե կրթություն ստանալու համար, շատը կարծում եմ դրա համար ավելի շատ ընտրվեց, որովհետև կարծում եմ ամեն մարդ պետք է սովորի եւ մասնագիտություն ունենա ավելի բարձր, էլի, համալսարան, կոնե սովորի, պետք է սովորի մարդ։ Բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն կրթությունը կարծում եմ պարտադիր է։
Դպրոցական տարիների ուսումը անցել եք Վրաստանում։ Այո։ Հայկական դպրոց էր, թե ոչ։ Հայկական դպրոց էր, բայց անցնում ենք վրացերեն էլ, ռուսերեն էլ, անգլերեն էլ, բայց հիմնականում հայկական էր։ Տեղափոխվեցիք Երևան եւ այն առաջին դժվարությունները, որոնց հանդիպեցիք, որոնք էին։ Ամեն դեպքում մտածելակերպերի տարբերությունը միանշանակ շատ է։ Մեծ տարբերություն, Ջավախքի ժողովուրդը լրիվ այլ ձև է մտածում, Երևան լրիվ այլ ձև է, դու տեսնում ես այնտեղ բաներ, որոնք ստեղ չկան, ստեղ ես տեսնում բաներ, որոնք այնտեղ ընդհանրապես չկան, աչքերդ սովոր չի, փոքր գյուղից, որտեղ ապրում է 300 հոգի, գալիս ես մի քաղաք, որտեղ ապրում է 1.5 միլիոն ժողովուրդ, ունես երազանքներ, նպատակներ, որոնք պետք է իրագործես ու գալիս ես միտեղ դրանք իրագործելու համար եւ ամբողջ էներգիայով ուժով դու վազում ես քո նպատակների ու երազանքների հետևից, որովհետեւ դու եկել ես դրանց հետևից։ Իսկ Հայաստանի գալը շատ բարդ էր, որովհետեւ ես բարբառով եմ խոսում, գրական չէի խոսում, երեխա էի, պետք է ընկնեի միջավայրի մեջ, սովորեի այդ ամեն ինչին ընտելանայի, փառք Աստծո, ամեն ինչ գնալով շատ հարթ ընթացավ եւ հասա իմ նպատակներին ու երազանքներին։ Աբրահամ, գաղտնիք չէ, որ Ջավախքի ժողովուրդը հիմնականում բոլորը մեկ բռունցք են ցանկացած վայրում։ Ձեզ պետք է որ այստեղ բնակվող ջավախքեցիները շատ օգնեին։ Եղել է այդպիսի բան, թե դուք միայնակ եք հաղթահարել ցանկացած դժվարություն։ Չեմ կարծում, չէ, ես չեմ սիրում դրիմ դժվարությունները պատմել մարդկանց։ Հայաստանում երևի թե ամենաշատը շնորհակալ եմ մորքուրիս եւ իր ընտանիքին, չգիտեմ, ինձ թվում է իրանք շատ մեծ դեր ունեն իմ կյանքի մեջ, երևի սա կտեսնեն ու առաջին անգամ կասեմ դա, բայց իրանք իրոքից մեծ դեր ունեն իմ կյանքի մեջ, իմ որոշումների մեջ եւ երբ գալիս ես Հայաստան, լրիվ այլ ընտանիքից գալիս ես ու հետո տեսնում ես Հայաստանում, արդեն Երևանում այլ մարդկանց, թե ինչպես է նպատակները իրանց իրականանում ու լիքը բաներ ես տեսնում ու սովորում։ Հետևելով ձեր հոլովակներին, որոնք շատ տարածում են ունենում հատկապես Instagram-յան հարթակում, կարելի է ենթադրել, որ դուք շատ մեծ տեղ եք տալիս հայկական խոհանոցին, հատկապես, իհարկե, չանտեսելով համաշխարհային խոհանոցը։ Սերը դեպի հայկական խոհանոցը ով է սերմանել։ Կարծում եմ տատիկից է գալիս, որովհետև երբ ես նայում եմ հետ եւ 20 տարի առաջվա Աբրահամին, երևի ամենաջերմ, ամենահավես, ամենահիշողությունները ուտելիքներից է, որոնք որ ավանդական հին ուտելիքներն են, տատիկս էր պատրաստում, թոնիրի հետ կապված ամեն ուտելիք, գաթա, լավաշ, պանրխաշ, թաթար բորակի, նաև մեր շրջանը հայտնի է ծալկան իր կարտոֆիլով, քարթոլը ոնց ասում են, քարթոլը լախանան, դե կովերը, որ պանիրը տնական, կարագը, յուղը, ռեժանը, այդ ամեն ինչը ոնց որ տեսել ես երեխա ժամանակ ու այն ամենավառ հիշողությունները գնում է դեպի համ եւ դա է ինձ ստիպե ավելի շատ զբաղվել հայկական խոհանոցով եւ կար նաեւ պատճառը, երբ ես փորձեցի Instagram-ով պատրաստել, ես հանդիպեցի մի քանի հոլովակի, որոնք հայկական ուտելիքները ներկայացում էին ոչ հայկական, այսինքն Ադրբեջանի ֆուդ բլոգերը պատրաստում էր մեր ուտեստները, ներկայացնում էր իրանցը եւ այդտեղից միտք ծագեց ինչու ոչ պատրաստեմ եւ ներկայացնեմ որպես հայկական եւ այդպես իմ միտքը աշխատեց եւ արդեն 2 տարի ու կես զբաղվում եմ ֆուդ բլոգով եւ բավականին մեծ արձագանք է ստացել։ Դուք ուսումնասիրում եք ամբողջ հայկական լեռնաշղթայի տարածքներում գտնվող խոհանոցները։ Որտեղից ձեզ այդ գիտելիքները, ով է ձեզ օգնում այդ հարցում։ Ունեմ հետևորդներ, որոնք օգնում են, նաև գրքեր կան, որոնք կարդում եմ, կայքերից եմ օգտվում եւ շատ է պատահում, երբ ինձ տարբեր մարզերից հրավիրում են, գնում եմ մարզեր, արդեն բնակիչների հետ շփվելով հասկանում եմ ինչ ուտելիքներ են իրանք օգտագործել, ինչն է տվյալ մարզի առավելությունը, նամանավանդ կառանձնացնեմ Սյունիքը, Կապան, Գորիս, Տաթև, շատ եմ գնացել այս տարի կոնկրետ այդ շրջան, գաստրո կամպի շրջանակներում Կապանում եկանք, բավականին երկար ժամանակ ուսումնասիրեցինք խոհանոցը, ունեինք նաև Միշելյան աստղի խոհարարներ եւ հայ խոհարարներ, որոնք բարձր բարձունքներ են նվաճել։ Այո, որոնք բարձունքներ են նվաճել, այդպես շրջեցինք ամբողջ Սյունիքով, Կապանով, իր տարածաշրջանով ուսումնասիրեցինք խոհանոցը, փորձեցինք տարբեր ուտեստներ եւ վերջում հետաքրքիր 7-6
7 ուտեստներ արեցին մելիքների ընթրիք խորագրով եւ այդպես շատ հետաքրքիր էր, հավես էր։ Դա ես նաեւ արոմատներից կեսը Սյունիքից են, մամաս Տաթևից է։ Դրա համար ինձ թվում է այդ շրջանը ավելի է ձգում ինձ դեպի այն կողմ։ Աբրահամ, այսօր ինչով եք հիացնելու մեզ։ Այսօր պատրաստելու ենք երկու ավանդական ավելի շատ, մեկը աղցան, որը որ ես իմպրովիզ եմ արել, մեկը դա արցախյան խոխոբն ենք պատրաստելու, իսկ հաջորդը արիշտան, որը մեր տունը միշտ եղել է եւ արիշտայով փլավ, արիշտայով ապուր, տատիկը շատ էր պատրաստում, մի փոքր փոփոխենք, արիշտան կհամադրենք մենք սուջուխի հետ, սուջուխ, բայց ոչ դեռ ամբողջական պատրաստի, արդեն պատրաստի իր ֆարշը կա, արդեն պատրաստի խճոկակը կա եւ դրանցով սիրուն փոքրիկ կոլոլակներ կպատրաստենք, տոլիկի սոուսով կմատուցենք։ Շատ հետաքրքիր ուտեստներ մեզ սպասվում, կարծում եմ ուտեստներ են մեզ այսօր սպասվում, գնումներ ունենք կատարելու։ Այո։ Գնանք գնումներ կատարելու։ Գնացինք։ Շնորհակալություն։ Շատ զարմանալի հետաքրքիր ընտրություն, սուջուխով արիշտա, բայց տնական արիշտա։ Ես չեմ պատրաստել, բայց տնականի մոտ է, որտեղ արիշտայի համար պետք է պատրաստես, չորանա, բովես, մի փոքր գործընթացը ավելի շատ էր, դրա համար վերցրել եմ տնականին ավելի մոտ արիշտա։ Արագացված արիշտա։ Արագացված արիշտա։ Մյուսը Արցախի խոխոբ։ Արցախի խոխոբ, որը շատ հետաքրքիր է, քանի որ այն պատրաստում են եւ հավի մսով եւ գարան մսով, մենք կպատրաստենք հավի մսով։ Բայց ինչի գարան մսով չենք պատրաստում։ Մի փոքր ավելի երկար է պատրաստում գարը, դրա համար հավն ենք ընտրել, իսկ ամենաիզումինքան ամենահետաքրքիր առավոտը տալու է, այո, նուռը։ Ըստ ումա նուռը հայկական խորհրդանիշն է եւ հետաքրքիր կնայվի այս ուտեստին, կարծում եմ լավ կլինի։ Դե մնացածը արդեն համտեսելուց հետո կհասկանանք ոնց է ստացվել։ Շատ լավ։ Գնացինք։ Աբրահամ, ձեր բակում են գտնվում արդեն։ Այո։ Պետք է գնանք շատ շուտով գնումներ կատարելու, բայց մինչ այդ խոսենք ձեր Երևան տեղափոխվելու մասին։ Երևանի մեծ կենտրոնում ենք գտնվում եւ սա ձեր բնակարանն է թե ոչ։ Ոչ, այստեղ Վարշավ եմ ապրում։ Դեռ ցավոք չունեմ բնակարան, բայց ունեմ փոքրիկ հողավ տարածք, որը այս տարի եմ ձեռք բերել, դեռ շատերը չգիտեն դրա մասին, չեմ հայտնել։ Շուտով կարծում եմ կլինի դա։ Այսինքն կկառուցեք վրան տուն։ Կարծում եմ երևի կկառուցեմ իմ երազանքների տունը, այսպես ասեմ։ Սիրում եմ սեփական տուն։ Կվարտիրայի մեջ մի քիչ ես սեղմված եմ ինձ զգում, քանի որ ամբողջ կյանք ապրել եմ սեփական տան մեջ, մի քիչ իմ համար մի քիչ խորթ է իմ համար կվարտիրա ապրելը։ Ձեր բակում կա մի շատ հետաքրքիր շինություն, ամբողջովին կանաչով պատված։ Տեղյակ եք արդյոք սա ինչ շինություն է թե ոչ։ Անկեղծ 3 եմ նկատել մի քանի ամսվա մեջ այս շենքը իրոք 3 եմ նկատել։ Մնաց հարցական թե ինչ շինություն է, բայց ամեն դեպքում շատ գեղեցիկ է եւ աչք է շոյում։ Հա, սիրուն է։ Գնանք գնումներ կատարելու։ Գնանք։ Դուք մեքենա ունեք։ Դեռ ոչ։ Դե ուրեմն առաջարկում եմ գնալ մեր մեքենայով։ Գնացինք։ Խնդրեմ համեցեք։ Աբրահամ, որոշեցին գնումները կատարել ոչ թե խանութից, այլ շուկայից։ Դուք հաճախ օգտվում եք հենց շուկաներից, թե խանութներից։ Ավելի շատ երևի շուկայից եմ օգտվում, որտեղ տեսնում ես մթերքը ավելի տեսականին ավելի շատ է եւ շատ հաճելի է, երբ դու նաեւ հենց բերողից ես վերցնում այդ տվյալ մթերքը։ Իսկ գումի շուկան շատ լավ տարբերակ է այստեղին, քանի որ համ տեսականի մեծ է, համ շատ հավես է այնտեղից առևտուր անելը։ Ամեն դեպքում կոլորիտն եք նախընտրում։ Այո, այո։ Գիտեք, հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք էլ բացառություն չեք, հատկապես քանի որ ունենք համեմատելու հնարավորություն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, ավելի քան ակտուալ է ձեզ այս հարցը տալը։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Եթե համեմատեմ Վրաստանի հայերի հետ, երևի թե այնտեղ ավելի կամեցող են մարդիկ, քան ստեղ, ավելի բարձ են ու չեն շտապում։
Իսկ Հայաստանում ես ինչ 10 տարի ապրում եմ Հայաստանում, ես անընդհատ շտապում եմ կամ կարող է դա ինձանից է, որովհետև կամ ժամանակն է արագացնում, կամ Երևանից է դա անընդհատ ինչ որ վազքի մեջ եմ, ես տունն եմ, ես շտապում եմ, ես դուրսն եմ, ես շտապում եմ, եւ այդ պարզությունը ու կամեցողությունը մի քիչ կփոխեի Հայաստանում։ Ըստ ձեզ պատճառը նաև այն չէ, որ Վրաստանում հայերը ավելի քիչ են թվականակով եւ դա է պատճառը, որ մեկը մյուսին ավելի շատ է կամենում, քան ենթադրենք Երևանում, որովհետեւ 1.5 միլիոն մարդ ապրում է նույն քաղաքում։ Կամ նայեք, մի փոքր գյուղերում այլ է ամեն ինչ, մարդիկ բոլորն իրար ճանաչում են, ավելի ազատ, ավելի ուրիշ ձև են շփումը ուրիշ ձև է ավելի, չգիտեմ, չեմ կարծում, որովհետև ես էլի մտածում եմ, որ Վրաստանի հայերը մի փոքր ուրիշ ձև են ավելի, քան Հայաստանի հայերը, բայց դե մեծ հաշվով այդքան էլ մեծ չի տարբերությունը։ Երևի շատ դժվարություններ տեսած ու ուրիշ ազգի մեջ ապրելով երևի դա ավելի շատ կապ ունի։ Ամեն դեպքում ստացվում է, չէ՞, կարծում եմ հայերի մոտ պահպանել սեփական ինքնությունը այլ հողում, այլ ազգի ղեկավարությամբ գտնվելիս։ Միանշանակ, որովհետև ես ապրելով Ծալկայում հայերը պահպանել են բոլոր ավանդույթները, որոնք որ ես Հայաստանում շատ տեղեր չեմ տեսնում։ Դաժե Երևանում շատ բաներ ես չեմ տեսնում պահպանված այդ ազգային այդ թե մտածելակերպի մեջ եւ թե ավանդույթները պահելու մեջ, թե ծեսերը, թե տոները մեր մոտ ավելի մեծ շուկով են նշում այդ ամեն ինչը։ Օրինակ մեր գյուղում նշում ենք 2 մեծ տոն, մեկը Վարդավառ է, բայց Երևանում էլ է դա շատ մեծ տոն շուկով նշվում եւ Գուսան հավասու տոնը, որ ազգը այդպես երաշտական մեծ տոն է նշվում եւ հարսանեական եւ ոչ միայն բոլոր ծեսերը իրանց ուտելիստներով պահպանված է մինչ այսօր։ Աբրահամ, մենք հասանք արդեն գումի շուկա, ժամանակն է, որպեսզի իջնենք եւ կատարենք մեր գնումները։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մերսի շատ։ Աբրահամ, մենք արդեն շուկայում ենք, ամենակոլորիտային եւ քիչ պահպանված շուկաներից մեկը Երևանի, եւ շատ հետաքրքիր է, թե ինչպես է սննդի գիտակը ընտրելու ճիշտ մթերք։ Մենք ինչից ենք սկսելու այս բանը։ Երևի կսկսենք հավից, քանի որ հավը ավելի մոտ է։ Շատ բաներ անհրաժեշտ են մեզ, թե ոչ։ Ոչ, մենակ խոխոբի մթերքն են անհրաժեշտ։ Կթվեք, որոնք են դրանք։ Հավի միս, բուր, սոխ, նաեւ աղցանի համար չերի լոլիկ։ Ընդհանրապես այդքանը։ Այո, այո։ Դե գնանք հասկանանք, թե որ կողմում է գտնվում հավը, բայց դուք վստահ եմ գիտեք, այնպես որ խնդրեմ, ուղեկցեք մեզ։ Ահա, հասանք նուր վաճառվող բաժնի մոտ։ Բայց եկեք այն մի մասից առնենք, ավելի շատ է տեսական։ Եկեք, գնացինք։ Աբրահամ, եկանք հասանք հավի մոտ։ Հավի մոտ հասանք։ Որ մասն է մեզ անհրաժեշտ, թե ամբողջական հավ է անհրաժեշտ։ Ինձ թվում է կվերցնենք ամբողջական մասը։ Ամբողջական հավ։ Այս հավերից մի հատ կտակ։ Աբրահամ, 1 րոպե, խնդրում եմ չշտապել, որքան է կազմում ընդհանուր գումարը։ 2100 դրամ է կազմում եւ առաջարկում եմ, որ մենք վճարենք ձեր փոխարեն։ Հա ոչ։ Ես առաջարկում եմ, դուք կամ համաձայնում եք կամ մերժում։ Ես կվճարեմ։ Խնդրեմ, վճարեք։ Հաջորդ կանգառը որտեղ է, մրգի եւ բանջարեղենի բաժնի մոտ։ Դե մենք այնտեղ կսպասենք ձեզ։ Հիմա նուրը կվերցնենք այստեղից։ Ինչ նուր է անհրաժեշտ, ավելի թեթու թե ավելի քաղցր։ Տարբերություն չկա իրականում, բայց թեթևագի թթվաշոտ։ Դե իր մեջ գինի ենք օգտագործելու, բայց գինու փոխարեն ավելի թթվաշ նուր կօգտագործենք, որ համերը բալանսավորի եւ գինի չօգտագործենք։ Դե խնդրեմ, վերցրեք նուրը։ Ինչպես է կողմնորոշվում, որ նուրն է ավելի լավը, մեզ էլ լուսաբանեք։ Վաճառողի օգնությամբ, հասկացա։ Դե սպասենք, մինչ վաճառողը կմոտենա։ Եկեք, գիտեք ոնց արեք, դուք եք տա, ձեզ ինձ եմ վերցնում թե ումից։ Դուք եք ստեղ։ Սա չէ։ Որքան է անհրաժեշտ, Աբրահամ։ Եկեք սենց անենք, 2 հատ թթու, մի հատ քաղցր։ Ոչինչ, ոչ ձեզ։
համընդհանուր բալանսի եք բերում։ Այո։ 1 2 մի հատ է Եվ- քաղցր։ Ահա։ Դե կշռեք Աբրահամ, ինքնասպասարկում եք կարծես թե։ Օգնեք մեզ, խնդրում եմ, հարգելի վաճառող։ Եվ սա։ Եվ որքան է կազմում ընդհանուր գումարը։ 1900 Որքան։ 1900 Աբրահամ, մեր առաջարկը դեռ ուժի մեջ է 1900 դրամ նուրի ընդհանուր գումարը, առաջարկում եմ կճարեմ, մերսի։ Լավ, շատ բարի։ Գնանք գտնենք ձեր ուզած չերի լոլիկը եւ սոխը։ Աբրահամ, շատ արագ գտաք նաև սոխը, բայց մեր եթերաժամանակը անսահմանափակ չէ, այնպես որ դուք խնդրում եմ ընտրեք սոխը, լոլիկը եւ ինչպես հասկացա դուք թույլ չեք տալու, որ մենք վճարենք ձեր փոխարեն, մենք շնորհակալ ենք ձեզ, կհանդիպենք արդեն հաջորդի ձեր խոհանոցում։ Շնորհակալություն։ Աբրահամ, վստահ եմ այս պահը ձեզ հատկապես կհետաքրքրի, որովհետև համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո, Մառանիկ, համի գաղտնիք։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ։ Աբրահամ, սուրճի սիրահար եք թե ոչ։ Այո, ամեն առավոտ։ Ուրեմն հատուկ ձեզ համար ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ։ Եկավ երկար սպասված պահը, մենք հենց սրա համար էինք եկել այսօր։ Մեր առջև դրված են բոլոր այն մթերքները, որոնք այսօր օգտագործելու ենք։ Աբրահամ, սկսենք թվարկել։ Պատրաստ առաջինը կսկսենք խոխոբից, որի համար մեզ հարկավոր է հավի միս, դե արդեն կարակ ձեթ, սոխ եւ իհարկե նուռ։ Իսկ երկրորդ ուտեստի համար հարկավոր է արիշտան, արդեն իսկ պատրաստ ունենք։ Ամենակարևոր բաղադրիչներից մեկը սուջուխի միչուկը, որը արդեն նախապես պատրաստել եմ, լոլիկի սոուսը, համեմունքներ, իսկ երրորդը աղցանն է, միքս մարոլներ, արդեն իսկ հաշված բազուկ, ֆրեշ մոցարելա, ընկույզ, բաստուրմա եւ չայի լոլիկ։ Միանշանակ հագեցած ենք այսօր այստեղից հեռանալու։ Դե սկսենք եւ պատրաստել եւ խոսել։ Ինչից ենք սկսում։ Սկսում ենք խոխոբից, հավի միսը պետքա եփվի։ Վերցնում ենք ձեթը, ես հիմնականում տապակում եմ ձեթ կարակ միքսով։ Ինչու։ Այսպես ավելի համեղ է լինում, միայն կարակ չի լինում եւ միայն ձեթ չի լինում։ Որևէ գիտական բացատրություն չկա, ուղղակի համեղ է եւ չկա, բայց իրականում ամենալավը պատրաստել ես սիրում եմ, երբ համով է, յուղով է պատրաստվում, մաքուր յուղով, քանի որ շուկայում չկար յուղ, մենք օգտագործենք մաքուր կարակ եւ եգիպտացորենի ձեթ։ Շատ բարի։ Աբրահամ, ո՞րն է ձեր ամենասիրելի ուտեստը։
այն ամենը, ինչ կապված է տապակելու հետ։ Սմբուկով ցանկացած ուտեստ ես սիրում եմ։ Բայց կա կարծիք, որ տապակած ուտեստը ոչ այդքան առողջարար է։ Նախ դա այդպես է թե ոչ, որովհետև դուք մասնագետ եք, դուք ավելի ճիշտ կիմանաք։ Կա այդպիսի բան, բայց չափավոր կարելի ամեն ինչ ուտել, պետք չի զրկել օրգանիզմը ամեն ինչից։ Ես սիրում եմ։ Մսային որևէ նախընտրություններ ունեք, որ միսն եք ավելի շատ նախընտրում։ Ավելի շատ նախընտրում եմ տավարի եւ խոզի միսը, մեր մոտ բոլորը խոզ են պահում մեր գյուղում եւ ամեն նոր տարում ցած խոզը մորթում են, դե խոզը մի երկու ամսում կամ մի ամսում պետք է ուտեն վերջացնեն։ Իսկ նոր տարիները, եթե փորձենք համեմատել, Երևանում ինչպես է անցկացվում եւ ձեր հայրենի գյուղում ինչպես է անցկացվում։ Նույն ձև, բայց մեր մոտ ավելի շատ են գնում իրար տներ, քան Երևանում։ Գրեթե նույն ձև։ Աբրահամ, իսկ տանեցիների ռեակցիան, առաջին ռեակցիան, երբ որոշեցիք տեղափոխվել Երևան, զբաղվել խոհարարությամբ, ինչպիսին էր։ Ասացիք, որ ցանկանում եք հայրիկի ուղիով շարունակել, բայց կարծես թե չի ստացվել։ Այո։ Իրականում տանեցիքի կեսով եկանք Հայաստան, բայց որ ժամանակ հետո գեսը հետ գնացին եւ ես մնացի Հայաստանում։ Երևի դա ճակատագիր էր։ Մասնագիտության ընտրությունը նրանց չխանգարեց, Աբրահամ ընտրեիր մի ավելի լուրջ մասնագիտություն, դառնայր դատավոր, դատախազ, այսպիսի խոսակցություններ չեն եղել։ Կարծում եմ ոչ, որովհետև ես ինքնուրույն եմ ավելի եւ իմ ընտրությունների եւ իմ որոշումների հարցում լրիվ անկախ եմ։ Դրա համար ոչ մի ձև չխոչընդոտեց իմ ընտրության հարցում։ Մենք հիմա անցնում ենք հավի տապակմանը։ Մենք հիմա անցնում ենք հավի տապակման, բայց թողնենք մի փոքր տաղվի, որ հավը տապակվի։ Կտրատեցինք սոխը, կարծում եմ այսքան իրար հետ ենք տապակելու, թե առանձին սոխը։ Հավը տապակում ենք մի քիչ, կորկայա բռնում ոնց ասում են, թղթակի տապակում երկու կողմից, ավելացնում ենք սոխը, լավ տապակում ենք, համունքներ ենք տալիս, հետո նոր ավելացնում ենք նուրը, իսկ այստեղ ջուրը կեռա, բայց մինչև կխաշենք արիշտան, մենք կպատրաստենք փոքրիկ կոլակատիպ կոտլետներ, կտապակենք, սոուս արդեն կա, լոլիկի սոուսը շատ համեղ, լոլիկի սոուսով եւ համունքներ կավելացնենք։ Հիմա ինչպես եք պատրաստել սուջուխի խճողակը։ Այստեղ խորթի փափուկ միսն է, մի փոքր ավելացրել ենք կառան դմակ։ Եվ համեմունքներ, որոնք գաղտնիք է, եթե հետևեն ինձ, շուտով կտեսնեն բաղադրատոմսը։ Ինչ է անհրաժեշտ լավ խոհարար լինելու համար։ Կարծում եմ առաջինը երևի թե պետք է լինես լավ մարդ եւ սիրես քո մասնագիտությունը։ Ինչով է դա պայմանավորված։ Ես դրա գիտական բացատրությունը իհարկե գիտեմ, բայց ցանկանում եմ ձեր մեկնաբանությունը լսել։ Խոհարար դառնալու թե լավ խոհարար դառնալու։ Ինչու պետք է լինել լավ մարդ։ Ամենաշատը դու պետք է սիրես քո աշխատանքը, կարծում եմ, եթե սիրեցիր, հաստատ կհասնես քո նպատակներին։ Դուք ասացիք անհրաժեշտ է լավ մարդ լինել։ Այո, քանի որ դու ստեղծում ես, արարում ես եւ մարդկանց ես կերակրում, սենց ասենք, չեմ կարծում, նաեւ մարդու էներգետիկան է փոխանցվում ուտելիք պատրաստելուց, այսինքն պետք է նաեւ լինես լավ մարդ դրա առումով, որ կարողանաս լավ պատրաստել։ Դրա գիտական բացատրությունը հետևյալն է, քանի որ մենք եւ յուրաքանչյուր մթերք, որը մենք օգտագործում ենք, 80%-ով պատրաստված է ջրից, իսկ ջուրը ունի հիշողություն, մենք մեր էներգիայի շնորհիվ դա փոխանցում ենք ջրին, այսինքն ուտեստին։ Այդ իսկ պատճառով լավ մարդիկ պատրաստում են լավ սնունդ, վատ մարդիկ չգիտեմ։ Չեմ պատրաստում։ Ես վատ մարդկանց պատրաստած ուտեստներ չեմ փորձել, որովհետեւ ինչ փորձել եմ, եղել է շատ լավը։ Մենք այլ գործողություն ունենք արխիվում, նոր գործողություն նկատի ունեմ։ Եվ հիմա պետքա կոլոլակները պատրաստենք։ Կոլոլակ կամ թեթևակի գնդիկներ։ Ընդհանրապես ասում են, որ խոհարարները իրենց պատրաստելու ընթացքում հագենում են եւ շատ չեն օգտվում իրենց պատրաստածներից։ Կա այդպիսի բան ձեզ մոտ, թե ոչ։ Կներեք, մի փոքր կա, բայց ես ուտում եմ, որտեվ ես պատրաստում եմ այնպես, որ իմ դուրը կա եւ ես կարողանամ այն ուտել։ Դրա համար ես փորձում եմ պատրաստել այնպես, որ ուտեմ, չնայած ընթացքում եմ փորձում ուտում եմ, բայց ես եմ ուտում, չէ՞ ուտում եմ։
Աբրահամ, կա մի երազանք, որը ցանկանում եք իրականացնել խոհարարական ոլորտում, սեփական ռեստորան, սեփական որևէ նախագիծ։ Ունեմ երկու երազանք այս ոլորտում, որը կուզենա իրականացնել։ Երևի մեկը խոհարարական գիրք գրելն էր, բաղադրատոմսերը։ Ձեր հորինած, այսպես ասած։ Եվ իմ հորինած եւ ազգային խոհանոցից։ Իսկ երկրորդը դա արդեն ինչ-որ փոքր հատված ունենալ, ռեստորանատիպ կամ կաֆեատիպ եւ մարդիկ կարողանան գամ փորձեն։ Ձեր ամենանախընտրելի ուտեստը, որը դուք պատրաստում եք եւ գիտեք, որ ձեզ մոտ դա հանճարեղ է ստացվում, ինչի համար հետագայում երբ ունենաք ռեստորան, մարդիկ պետք է գան ձեզ մոտ, դա ո՞րն է։ Ամեն ինչ կապված է խմորի հետ, շատ եմ սիրում գաթա պատրաստել, շատ համեղ եմ պատրաստում։ Այսօր չեք պատրաստելու մեզ համար գաթա։ Այսօր գաթա ոչ, բայց նաև պատրաստել եմ շատ համեղ խմորեղեն, նուտելա տորտ, որը կփորձեք անպայման սուրճի հետ։ Եթե այլ գործողություն արժևում չունենք բացի ընդհանուր խճողակը կոլոլակ սարքելուց, կխնդրեմ մի պահ դադարեցնել նկարահանումը, այնուհետև վերադառնալ եւ ցուցադրել մեր հեռուստադիտողներին, թե ինչ փուլում ենք գտնվում։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Շարունակում եք արարել խոհանոցում, Աբրահամ, եւ ուր ենք հասել։ Հասել ենք, որ հավը արդեն տապակվում է, կարելի ասել։ Օհո, շատ գեղեցիկ է։ Հիմա այստեղ ավելացնում ենք սոխը Եվ նրանց թողնում ենք հանգիստ։ Եվ նրանց թողնում ենք հանգիստ միասին տապակվեն։ Որքան ժամանակ պետք է տապակել։ Մի 15 րոպե կարծում եմ հերիք է, այս երկուսը իրար հետ։ Հնդածս ինչ ենք անելու։ Հիմա մեր կոլոլակները պետքա տապակենք։ Մի փոքր կարագին էլի ձեթ ենք ավելացնում։ Ավանդույթները չենք խախտում։ Աբրահամ, կխնդրեմ, որպեսզի ձեր պատրաստած ուտեստների համար մտածեք նոր անուններ, որովհետև մենք համտեսելուց պետք է անվանակոչենք դրանք ձեր իսկ նախընտրած կերպով, ինչպես որ դուք կպատկերացնեք, որ կարելի է այն անվանել։ Okay, դե խոխոբին չենք կպնում։ Չի կարելի խոխոբին կպնել, լավ։ Նա այդպես էլ կմնա։ Արիշտան Հիմա չէ, վերջում։ Այո, վերջում երբ կլինենք արդեն սեղանի շուրջ։ Ինչպես նաև ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Սա մի փոքր մեր մասին։ Շատ բարի։ Բայց մեզ կարող եք հետևել նաև մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Համացանցից սահուն անցում կատարենք դեպի կրկին համացանց։ Մուտք գործելով ձեր պաշտոնական էջ։ Մարդիկ Instagram-ում ինչեր կարող են գտնել, բացի իհարկե հայկական, ավանդական եւ համաշխարհային խոհանոցին վերաբերող տեսանյութերից։ Հետաքրքիր նկարներ եւ հետաքրքիր վայրեր Հայաստանում, որտեղ որ այցելում եմ, հիմն շատ են լինում նաեւ եկեղեցիներ, որոնք գնում եմ եւ նկարներ եմ հրապարակում այնտեղից, նաեւ տարբեր երկրներ եմ գնում եւ շատ է լինում վիդեոներ Վրաստանի մեր գյուղից, սթորներում եւ շուտով նաեւ լինելու է տարբերակներ, թե ոնց պատրաստել, մթերքները ճիշտ ոնց օգտագործել։ Այսպիսի վիդեոներ նույնպես լինելու են, նաեւ լինելու են բարբառային վիդեոներ, որոնք թարգմանվելու են մեր բարբարի բառերը, ասելու եմ իրականով։ Նա կարող մի քանի բառ ասեմ։ Շատ սիրով եւ սրտի թրթիռով սպասում եմ։ Պճլո։ Դա ինչ է նշանակում։ Պճլո նշանակում է փոքր։ Փասափուսա հավաքեու քնե։ Լսված է։ Եկած չեղածը հավաքեու գնա։ Կա օրինակ հիմա այստեղի մթերքներից մի բան, որին մենք անվանում ենք լրիվ այլ կերպ, դուք անվանում եք լրիվ այլ կերպ։ Ենթադրենք բազուկը։ Օրինակ դա եկավ մտքից դրա համար։ Բազուկ ու ջապ։ Այդ երկու տարբերակը ասում են։ Ոչ թե տես բաներ չկան, բանջարեղեններից լախանան գաղանվա, փուչուրուղը, գազարը, քարտոլը, կարտոշկան, բանջարեղենից դրանք են։ Մի որևէ նախադասություն կասեք ձեր բարբառով, որը շատ դժվար է վերցանելը։ Ոայ, պետք է մտածեմ։ Լավ, այս ընթացքում եւ մտածեք եւ շարունակեք որևէ բան մեզ համար պատրաստել։ Ես արդեն բույրը զգում եմ, բայց շատ հաճելի բույր է, իդեպ ես նախորդ դրվագում ասացի, որ
ոչ մի հոտ չի գալիս, վատ հոտի մասին է խոսքը, բայց այստեղ շատ հետաքրքիր բույր է տարածվել։ Որքան ենք սպասելու։ Սա կարծում եմ մաքսիմում 10 րոպեից պատրաստ կլինի, արեշտան կարելի արդեն քաշել, բայց մինչև սա պատրաստ չլինի չենք քաշի, հենց սոուս ավելացնենք արեշտան քաշենք, սա պետք է խառնենք։ Այսինքն որևէ այլ նոր գործողություն չունենք։ Դեռ ոչ։ Հենց նուրը լցնենք, աղցանը կպատրաստենք։ Դե կխնդրեմ կրկին դադարեցնել նկարահանումը եւ վերադառնալ մի փոքր ուշ։ Բարի։ Մի հատ դժվար նախադասություն հիշի էլի, որ հետո չկարողանանք վերցանել, հետո ձեր համագյուղացիներն նայեն, ասեն, ինչ դժվար բաներ, որ չկարողացար հասկանալ։ Ինչ ասեմ։ Մի բան ասա։ Առավոտ մի հատ բան կար միտքս։ Առավոտին ոնց են ասում օրինակ։ Սաբախտան։ Խնդրեմ։ Այս թեթև օգնեցին մեզ։ Սա սաբախտան գանուխ քնեսել։ Սաբախտան գանուխ քնեսելա չուդոն միացուցի։ Դե պանջարագենները պեջլո կտրթեցի։ Միացուցի ու տնեն տուսելա։ Առավոտ շուտ արթնացա կամ հեռուստացույցը կամ ռադիոն միացրեցի, Չէ։ Մի հատ էլ ասա այդ բառը։ Չուդո, հրաշքը։ Մեր մոտ ջերոցին չուդո են ասում։ Հետո տնից գնացի։ Չէ, դու բարբարով ասա, ես փորձեմ վերլուծել, վերցանել։ Տնեն տուսելա։ Տնից դուրս եկա։ Հա։ Գնացի պոստան։ Գնացի բոստան։ Հա։ Վերջ։ Դե լախանա քարտել փուչելու հավաքելու արդեն Հասկացա գազար կաղամ կարտոշկա հավաքելու, հետո հետո ինչ բառեր կա։ Լավ Աբրահամ, դու Ես եկեք կենտրոնացի։ Ուզեմ մեռնել չեմ իշի։ Հիմա արդեն տապակվել է, ավելացնում ենք աղը։ Ամեն ինչը արվում է բնականաբար աչքաչափով, ինչպես վայել է պրոֆեսիոնալ խոհարարին։ Այո, ես դեռ չեմ կշռում ոչ մի բան։ Եվ դա լավ է, չէ։ Ինչ որ չափով այո, բայց քաղցր էր սարքելու համար, քաղցրավենիք աչքաչափ պետք չի։ Քաղցրավենիքը որտեղ սիրում է, երբ կշռված ալնում ամեն ինչ։ Ընդհանրապես ավելացնում ենք աղ, սև եւ կարմիր պղպեղներ։ Այո։ Կծու թե ոչ կծու։ Քաղցր։ Հետո ավելացնելու եք նուրը։ Այո, կափարը չփակենք, ինքը մարման կրակի վրա եփի։ Աբրահամ, ասացիք շատ շրջագայել եք եւ տարբեր երկրներում եք եղել, դա ձեր սիրելի զբաղմունքն է, ինչպես հասկացա։ Այո։ Որ երկրի խոհանոցն է ձեզ հատկապես տպավորել։ Միանշանակ Իտալիա, քանի որ մերին շատ նման է։ Վրացականն եմ սիրում։ Վրացականն էլ հանող։ Դուք ասացիք, որ խմորի հետ կապված ուտեստներ շատ եք սիրում եւ կարծես թե տրամաբանական էր, որ իտալական եւ վրացական խոհանոցները ձեզ պետք է գայթակղեին։ Այո։ Իտալական խոհանոցի որ ուտեստներ, որ երբևէ չէիք փորձել, բայց Իտալիայում փորձեցիք եւ մինչեւ այժմ դրա տպավորությունների տակ եք։ Պարմեջանո մելանցանեն։ Առողջ եղեք, կարևորը Աբրահամ եւ երկար տարիների կյանք են ձեզ մաղթում, բազմաթիվ հաջողություններ նույնպես։ Իրանց մոտ պրոդուկտները շատ ուրիշ ձև են։ Եթե պրոշուտո փորձեք ընդեղ, ստեղ պրոշուտոն լրիվ ուրիշ է։ Պաղպաղակը Իտալիա լրիվ այլ է։ Հայտնի ջելատո պաղպաղակի մասին խոսքը։ Որ ուտում ես, ուզում ես հա ուտես, դե պիցայի ու պաստաների մասին չեմ խոսում։ 2 րոպեից լցնում ենք լոլիկի սոկը, 15 րոպեից պատրաստ կլինի հավը եւ կխաշենք սա ու աղցանը միանգամից պատրաստենք։ Դե ուրեմն 2 րոպեից կվերադառնանք, երբ կանցնենք մածուկի ավելացմանը։ Դժվար է քեզ խոհանոցում համ խոսեցնել, համ գործեցնելը, հա։ Ես ստե եմ ուղղակով, վատ եմ խոսում։ Չէ, ընկեր ես խոսում ուղղակի հակիրճ եւ լակոնիկ։ Չեմ սիրում անկապ Լավ էլի Աբրահամ։ Նկարում եք։ Ավելացնում ենք մածուկը։ Մենք ընթացքում նաեւ ձեթը դատարկեցինք ամբողջությամբ։ Այո։ Անհրաժեշտ չէր մի փոքր յուղային զանգված, որպեսզի լիներ։ Ոչ, քանի որ իր մեջ արդեն իսկ կա, ինքը լավ կարի դմակ կա, դմակից էր դրված այդ մասի մեջ եւ դուրս է տալիս։
Մենակ կավելացնենք մի փոքր կարմիր պղպեղ, աղել չեմ ավելացնելու, որովհետև կարծում եմ մի քիչ Շատ կլինի։ դե սուջուխը մի փոքր թեթևակի աղիոտ է եւ արիշտան էլ է աղի։ Կարծում եմ դա պետք չի արդեն։ Այ այսպես կերպի հիմա ավելացնում ենք արիշտան։ Մի փոքր, չէ։ Լավ, շատ քիչ, շատ անշուշտ։ Համոզեցինք, հա, ձեզ ամեն դեպքում։ Եվ ավելացնում ենք արիշտան։ Որևէ յուրահատուկ ձև չկա, չէ՞, արիշտան ուղղակի ջրի մեջ ավելացնում ենք, սպասում մինչև երբվի։ Հիմա, Եվ երբ է գալու վերջապես երկար սպասված աղցանի պատրաստման պահը։ Արդեն աղցանի պահը եկավ։ Միքս մարոններն ենք ավելացնում այստեղ։ Մի հարց ունեմ, Աբրահամ։ Ասացիք, սա Արցախին հատուկ աղցան է, ճիշտ է։ Աղցանը չէ։ Հավներ։ Հավներ։ Աղցանը հին հայկական ձեր հորինած աղցանն է։ Այո։ Հասկացա։ Աղցանը այսինքն հանգիստ կարող ենք անվանակոչել։ Այո։ Սա այսօր եք իմպրովիզել, թե այսօր լրիվ, այսինքն 3 երեկոյան մտածեցի կարելի է նկարել։ Որ հայկական մթերքներ լինեն եւ ոչ միայն հայկական։ Այ հենց դրան ուզում եի անդրադառնալ։ Միքս մարոլ։ Այո։ Հայկական խոհանոցում երբևէ դա հանդիպել է, թե այլ կանաչիներ են եղել, դուք հիմա մի փոքր ժամանակակից մոտեցում եք ցուցաբերում։ Մի փոքր այստեղ ժամանակակից միքս մարոլ հիմնականում բազոկի տերևներն է, սպիտակ եւ կարմիր, ուղղակի ավելացվել է նաեւ ռուկոլա ու մարոլ։ Կրկին խիստ հայկական կանաչի ռուկոլա։ Ռուկոլան ու մարոլը, այո, հայկական չի այդքան էլ, բայց բազոկի տերևները հայկական են։ Անհրաժեշտ է այս ամբողջը միասին խառնել։ Այո։ Հիմա այստեղ ավելացնում ենք սա։ Ավելացնելու եք նաև մոցարելա, ընկույզ, կիտրոն։ Ընկույզը մի քանի հատ թողնում ենք, արդեն բովել եմ նախապես։ Եվ այ այսպես։ Յուղը որպեսզի դուրս գա։ Այ այսպես ենք անում։ Որևէ բուսայուղ կամ նմանատիպ այլ բան ավելանալու է։ Օգտագործում ենք Հունաստանից բերված բուսայուղ։ Բուսայուղ թե ձիթայուղ։ Օ, ձիթայուղ կա։ Ձիթայուղ։ Կրկին խիստ հայկական ձիթայուղ։ Դա միքս ենք անում ենք։ Արևմտյան Հայաստանում օգտագործել են ձիթայուղ եւ ձիթայուղ աճել է Արևմտյան Հայաստանում, բայց չենք մոռանում այստեղ խառնել։ Իր հյութերը դուրս է տվել արդեն, ասենց։ Ես ինչպես հասկանում եմ, մեզ շատ քիչ գործողություններ են մնացել, այս ամենը պետք է ուղղակի խառնել իրար ու հավաքել։ Եվ մատուցել։ Իսկ բաստուրման հերվում դրած ինչի համար է անհրաժեշտ։ Բաստուրման աղցանի համար է։ Կրկին աղցանի։ Այո։ Հիմա ավելացնում ենք չեյլոլիկ աղցանի մեջ։ Եվ մոցարելա պանիր։ Այո, դա վերջում։ Մոցարելան կարելի է փոխարինել թույլ հայկական պանրով, որը որ թույլ կլինի մի փոքր։ Անգամ կարելի է այս աղցանի մեջ օգտագործել չեչիլ պանիր, չեչիլ, բայց ոչ աղը շատ կերած։ Այո։ Դա էլ կհամադրվի հետո, ուղղակի մեր խանութում ներքևի չկար դա։ Պարզ է։ Աբրահամ, հանդիպենք սեղանի շուրջ, թե նոր գործողություն ունենանք, նոր հանդիպենք սեղանի շուրջ։ Եկեք վերջի մի փոքր կիտրոնի հյութ ավելացնեմ ու աղսերվի բար, աղցանին։ Մարանիկ ընկերությունը հոգացել է այդ ամենի մասին, ձեզ տրամադրելով բոլոր անհրաժեշտ համեմունքները։ Դե հավանաբար հանդիպենք սեղանի շուրջ։ Այո։ Շնորհակալություն։ Հին հայկական քո հորինած աղցանը, բայց շատ հետաքրքիր բան ես մտածել բաստուրմայով, որովհետև կա ընդհանրապես այդպիսի աղցան բաստուրմայով, թե չէ։ Արդեն կլինի, հաղորդման եթեր գնալուց հետո շատ ռեստորաններում կլինեն։ Նկարվում է։ Չէ։ Աբրահամ, ընդհանրապես այս հաղորդումը չենք նկարում։ Իմիտացիա ենք անում, որ հաղորդում ենք նկարում, գալիս լուծում գնում ենք։ Այո, փորձենք։ Կրկին լիք շատ ուտեստներ կան իմ մեջում, որոնք հայկական են ու որոնք կարող են լինել ռեստորանի մենյուներում։ Հետո դատի կտաս մարդկանց ասելով, որ սա իմ բաղադրատոմսն էր։ Մեծ սիրով կուրախանամ, որովհետև շատ հայկական ուտեստներ պատրաստելուց ես շատ բլոգերներ սկսեցին պատրաստել, որը շատ գովելի է։ Սա մեծ սիրով միայն ուրախ կլինեմ, եթե օգտագործեմ։ Աբրահամ, այո, սոված ենք։ Արդեն պատրաստվում ամենը արիշտան եփի ու վերջը։ Լավ։ Աբրահամ, արդեն սեղանի շուրջ ենք եւ պետք է ասեմ, որ դուք սահմանել եք ռեկորդ, որովհետեւ ընդամենը 2.5 ժամում պատրաստեցիք այս 3 ուտեստները, սա մեր հաղորդման մեջ ամենայն դեպս նոր ռեկորդ է։
Հիմա անցնենք անվանակոչմանը, խնդրեմ։ Դե խոխոբ։ Եկեք Արիշտա Սուջուխով։ Եկեք։ Արիշտա Սուջուխով, որը դեպ չկա երևի նման բան։ Էլի մենք հայտնագործեցինք։ Եվ Բազուկով Բաստուրմայով հայկական աղցան, Բազուկով Բաստուրմայով Եկեք ոչ թե ընտրենք բաղադրիչները, այլ ընտրենք անուն կոնկրետ։ Ենթադրենք, սա կարող է լինել Աբրամիշտա։ Աբրամիշտա, այո։ Ահա, տրամաբանությունը ճիշտ է։ Իսկ աղցանը միքս թարմություն։ Միքս թարմություն։ Հայկական թարմություն, լավ։ Հրաշալի։ Հայկական թարմություն։ Հայկական թարմություն եւ Աբրամիշտա։ Ես կնախընտրեմ սկզբում փորձել Աբրամիշտան եւ թող միշտ լինի Աբրահամը։ Խիստ հայկական ուղղվածությամբ սփռոցի մասին էլ ցանկանում եմ խոսել, որ կրկին հայկական նախշերով։ Մի քիչ բարդ կլինի Արիշտան վերցնելը։ Ոչինչ։ Համտեսելու համար այսքանն էլ բավական է, հետո սոսից էլ մի փոքր դամ, որովհետեւ իրան սոսից պետքա փորձել։ Պարտադիր։ Հայկական թարմություն եւ Աբրամիշտա։ Ինձ Աբրամիշտան շատ է հետաքրքրում։ Իրականում ինձ էլ, որովհետեւ առաջի անգամ եմ փորձելու այն։ Փորձ չէի կարել մի խոսքով։ Ոչ, սա առաջի անգամ է, լրիվ։ Դե։ Աբրահամ։ Շնորհակալություն հիանալի բացահայտման համար, համային նոր երանգներ մեզ ներկայացնելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Մեզ բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Նաեւ կարելի է իրեն մածունով մի փոքր մածուն ավելացնել։ Լոլիկի հյութ եւ մածուն միասին հետաքրքիր կլինի։ Ինքը այո, քանի որ մի փոքր ես նմանություն կտամ մանթին, բայց ճիշտ է, մանթի չի, բայց մանթին էլ լոլիկ մածուն համադրություն կա։ Աբրահամ շատ համեղ է, շատ շնորհակալություն։ Ես սպասում եմ երբ է տեսախցիկը այլևս չաշխատելու, որպեսզի մենք կարողանանք նորմալ կերպով սնվել։ Շատ շնորհակալություն։ Սա եզակի ուտեստներից է, որ կարելի է մինչև վերջ ուտել նոր գնալ։ Իսկ եթե չուտենք էլ, կարաս դնես հետներս տանենք։ Մերսի շատ։ Քեզ շնորհակալություն։ Աբրամիշտա։ Սենչմերուլի, Աբրամիշտա, շատ հետաքրքիր է ստացվում։ Խոխոբը մնաց։ Չէ, ես կվերցնեմ, շնորհակալություն։ Այստեղ ոչ մի բանից չենք շեղվել, չէ, բաղադրությունից։ Գինու բահնա։ Ինձ հետաքրքիր է։ Շատ, ընտիր։ Պրոֆեսիոնալները ամեն դեպքում մնում են պրոֆեսիոնալներ ապա։ Շնորհակալություն շատ։ Քեզ շնորհակալություն։ Ես փորձեմ, որտեղ վերջի անգամ փորձել եմ 2 տարի առաջ։ Քո կարծիքն էլ է հետաքրքիր։ Համովա։ Չէ։ Հա, դուրս եկավ։ Շատ լավ ես պատրաստում, Աբրահամ, շնորհակալություն։ Քեզ մերսի։ Աբրահամ, ցավոք սրտի մեր եթերաժամանակը չհերիքեց, որպեսզի ցուցադրեինք նաև ձեր պատրաստած քաղցրեղենը եւ աղցանի համտեսումը, բայց պետք է ասեմ, որ կադրից դուրս երբ այն փորձեցինք, դրանք փորձեցինք, շատ համեղ էին եւ աննկարագրելի տպավորություն են թողել։ Եվ ընդհանրապես այսօրվա ձեր պատրաստածը մեզ համար բացահայտում է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ համեղ ուտեստների համար։ Շնորհակալ եմ շատ։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Ոբշեմ, շատ հավես էր, նայեք անպայման, մեկդաբանություն թողեք ու լիքը բարևներ նամանավանդ մեր Վրաստանի քովի ժողովրդին եւ ոչ միայն բոլոր հայերին, ովքեր նայում են։ Իրականում սպասում եմ ես, որ այս օրը գալու է եւ գալու են ինձ էլ յուր քաղցած չեն սպասում ինձ, այսքան է։ Աբրահամ, մի լախանա է, փուրչուլուխ է, քարթոլ է, մնաց շերտանք հավկենք։ Քեզ է, արդեն բերձել է։ Բրձել է։ Լախանան է մնացել։ Դե երտանք լախանա հավք։ Դավայ։ Արի։ Բայց ուր եք ծախենք։ Ծախելով չէ, հավկելով։
Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Torabika cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Torabika cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.